Ողջույն։ Ակունքի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները ինֆորմատիկա առարկայից ունեցան բաց դաս ապահով համացանց թեմայով, ուսուցիչ Մարինե Առաքելյան։ Երեխաները դասը պատրաստել էին տեսասահիկներով, եկեք տեսնենք, թե ինչ բովանդակություն ունեն դրանք։ Դասը սկսել են մեդիայով, սահմանել են մեդիագրագիտությունը, թվարկել են դրա ոլորտները և ասել են, թե որն է մեդիայի նպատակը։ Ցույց են տվել մեդիայի կարևորությունը 21-րդ դարում, ներկայացրել են ընդհանուր համացանց հասկացողությունը, տվել են համացանցի ձևավորման պատմական տեղեկությունը։ Հաջորդ սլայդում համացանցին միանալու քայլերն են։ Երեխաները համընդհանուր համացանցից առանձնացրել են համացանցը Հայաստանում, դրա մուտքը, զարգացումը և մեկ հայկական կայք։ Հետաքրքիր կերպով ցույց տվեցին ավանդական հաղորդակցման միջոցներից անցում ժամանակակիցի։ Այնտեղ ամփոփել են ասվածը։ Հաջորդ սլայդում ներկայացրել են տարբեր բնագավառներում տվյալների ծավալի նկարագրության օրինակներ պետաբայթի կիրառմամբ։ Աշակերտները անցել են համացանցի ամենակարևոր մասերից մեկին՝ որոնողական համակարգերին։ Սահմանեցին, թե ինչ են որոնիչները և բերեցին օրինակներ։ Դասի ընթացքում անդրադարձան նաև համացանցի դրական և բացասական կողմերին, տվեցին հստակ պատկերացում։ Ներկայացրին, թե ինչ է հեշթեգը և ինչ գործառույթ ունի այն։ Այս ամենից հետո անդրադարձան կայքերին և ցույց տվեցին դրանց կիրառելիությունը։ Օգտակար կայքերից ընդհանուր պատկերացում տվեցին Հայաստանի Հանրապետության Կրթության, Գիտության, Մշակույթի, Սպորտի նախարարության, Կզնակ հիմնադրամի, Պաշարների շտեմարանի, Կտակի, Վիքիպեդիայի, Գրքամոլ, Քան Ակադեմիա, Սաֆեկտեմ կայքերի մասին, իսկ սոցիալական կայքերից ֆեյսբուքի, ինստագրամի, թվիթերի, գուգլի, տիկտոկի և տելեգրամի մասին։ Այնուհետև ներկայացրին համացանցի կարևոր կետերից մեկը՝ համացանցի անվտանգությունը, բացատրեցին, թե ինչ է ասել համացանցի անվտանգություն։ Ներկայացրին համացանցի անվտանգության և էթիկայի հիմնական կանոնները։ Հաջորդ սլայդում նախաբան տվեցին համակարգչային վիրուսներին վերաբերյալ։ Հստակ սահմանեցին, թե ինչ է համակարգչային վիրուսը, ասացին, թե որոնք են վիրուսների տիպերը։ Տեղեկացրին նաև, թե ինչպես կարող ենք իմանալ, որ մեր համակարգիչը կամ հեռախոսը վիրուսակիր է։ Ցույց տվեցին, որ ցանկացած տիպի վիրուսի դեմ կա համապատասխան հակավիրուսը։ Սահմանեցին, թե ինչ է հակավիրուսը և բերեցին հակավիրուսային ծրագրերի օրինակներ։ Աշակերտները անդրադարձան նաև կիբերհանցագործությանը, ասացին, թե ինչպես կարող են այն կատարել և ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Հստակեցրին կիբերհանցագործության էությունը կիբերհանցագործների միջոցով։ Ներկայացրին կիբերհարձակվող խմբերը և բնութագրեցին։ Հաջորդ սլայդում ներկայացված է, որ կիբերհանցագործ ունենում է որոշակի թիրախ և որ կարելի է խուսափել ցանկացած կիբերհանցագործության զոհ դառնալուց։ Անդրադարձան համացանցի ամենաբացասական կետերից մեկին՝ կախվածությանը։ Իսկ այժմ եկեք տեսնենք կախվածությանը վերաբերող կարճ, բայց բովանդակալից երկու տեսանյութ։
Հաջորդ մի քանի սլայդներում աշակերտները բերեցին շատ հետաքրքիր փաստեր համացանցի մասին։ Դասի ամփոփման նպատակով իրականացվեց թիմային աշխատանք։ Թիմում ընդգրկված էին 4 կամ 5 մասնակիցներ։ Նրանց տվեցին այնպիսի հարցեր, որոնք բխում էին նրանց ուսումնասիրած թեմայից։ Յուրաքանչյուր թիմ աշխատեց և ներկայացրեց իր աշխատանքը։ Այնուհետև երեխաները լրացրին նախապես պատրաստված խաչբառներ։ Աշակերտները նախքան դասը պատրաստել էին պատի թերթեր՝ համացանց, ապահով համացանց, սոցիալական կայքեր թեմաներով։ Դասի վերջում ակունքի միջնակարգ դպրոցի այն աշակերտները, ովքեր մասնակցել էին Քան ակադեմիայի կողմից պատրաստված մրցույթին, պարգևատրվեցին պատվոգրերով։ Շնորհակալություն ուշադրության համար։